Ինքը հիմա պետք է այս ընթացքում, երբ որ ժողովուրդը որոշակի շոկի մեջ է, որտեղ ժողովուրդը ի վերջո վերելք էր ապրում, հույս ուներ, որ ընդդիմությունը համատեղ ջանքերով կկարողանա իրեն ձերբազատել այս ավերից, հիմա ինքը այսպես դեռևս ցնցումային վիճակի մեջ է, ինքը ունի մինչև սեպտեմբեր ժամանակահատված այդ ջարդելու, կոտրելու ընթացքում։ Ինչ է անում նա։ Նա ձերբակալում է գլուխներին, այսինքն գլխատելու գործընթաց է գնում, էլի տեսել է Արևմուտքի ձեռագիրները, Իրանում գլխատման գործընթացը գնաց, իրենց կարծիքով գլուխն է հեռացնելով ամբողջը ջարդելու է։ Այստեղ բավարարվում են ձերբակալություններով։ Ոչ միայն գնում են առաջի համարները, այսինքն իրենք փորձում են ձերբակալություններով գնալ այնպիսի կամ եթե այնպիսի դրվածքի, որ մանդատները չվերցնեն, որպեսզի իրենք կարողանան նույն սահմանադրական դատարանի միջոցով ինչ որ ձևական օրենքի փոփոխություններ իրենց ուզածներին ներմուծել կամ ինչ որ թվեր ստանալ, որպեսզի սահմանադրական մեծամասնության բնորոշ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենան, կամ օգտվելով այն բանից, որ արդեն ազգային ժողովում իրենցից բացի ուրիշ ներկայացվածություն չկա, արտահերթ ընտրություն անեն եւ այս դեպքում արդեն հանձնաժողովներում ամբողջովին իրենք են նստած լինելու, որովհետեւ գիտեք, հանձնաժողովները կազմվում են ԱԺ ներկայացված ֆրակցիաներով։ Այս դեպքում նկարելն էլ է հեշտ լինելու, կեղծելն էլ է հեշտ լինելու, իրենց դեմը խաղալու ոչ մի հնարավորություն չեն ունենալու